Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի մեզ հետևող ժողովուրդ։ Ես իմ ելույթը երկու մասի կբաժանեմ, սկզբից մի փոքր պոզիտիվ կտամ դալիճին, հետո առարկայական պարոն Ֆարմայան կանդրադառնամ խնդրին։ Երեք խոսվեց համակարգային կոռուպցիայից, ժողովուրդ ջան, եկել եմ մի քիչ ծանոթացնեմ ձեզ։ Այս ընկերը ժողովուրդ ջան, Գագիկ Խաչատյանի ժամանակ Պեկի վերահսկողության վարչության պետն է, համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը, ժողովուրդ ջան, Գևորգ 122, ներողություն, պարոն Հարությունյան, հաջորդը ժողովուրդ ջան, այս վայ կներեք, Սրբազանի հետի նկարն է, ժողովուրդ ջան, Գևորգ Սաղոյանը Սրբազանի հետ, բայց չէ, ժողովուրդ շարունակեմ, Պարոն Կարապետյան, հիշում եք այն հոմպլեքսը, պարոն Ղազյան, որ լույսերը գնում գալի, սույն խայտարակ պատմությունը։ Պարզվում է, այս Գևորգ Սաղոյան նկարներից հասկանում ես, որ այս հոմպլեքսի տիրոջ ընկերն է, այս մեջտեղինը գերմանացի է, ժողովուրդ, ուրիշ բան չմտածեք։ Հիմի բարձր ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ, պարզվում է, Գևորգ Սաղոյան համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է։ Փաթաթված իրար հետ։ Այս մարդը գերմանացի չի։ Դումանյանն է, իր տղան է իմ այդտեղ աշխատում էր, պարկեշտ անձնավորություն, աշխատակազմի ղեկավարներ, բայց շարունակեմ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ ջան։ Վայ, չես նկարը պետք է ցույց չտայ։ Պարոն Ռուբինյան, երեք Շիրակին Թորոսյան նախին հանրապետականից ման էիք գալիս, ոնց որ ձեր մայքեքով հանգրվարնելա ձեր շարքը։ Բայց եկեք շարունակեմ, ժողովուրդ։ Ես ուսումնասիրել եմ, հասկանամ Սաղոյան Գևորգը ինչ ունի։ Պարզվում է, ժողովուրդ ջան, մի քյասի բանձնավորություն։ Անցյալ տարի 230 միլիոն ըստ հայտարարագրի Basic Investment եւ Development ընկերությունից է ստացել, 60 միլիոն, չգիտեմ որտեղից, 7.5 միլիոն է ավանդի փողն է ստացել։ 37,200 ունի, 44,700 եվրո ունի։ Ու ապրում է մեր պստիկ, խղճուկ 510 քառակուսյանոց տան մեջ։ Դուք հաշտ եք ես մտքեր, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ նորմալ է, շատ լավ է։ Ու սա ունի 500,000 դրամանոց աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ական մարդ։ Ստեղ նկարներ էլի ունեմ, էլի եմ խոսալու, հերթով գամ, էլի ժողովուրդ։ Եկեք շարունակենք, ժողովուրդ։ Այս ընկերությունն ու այս անձնավորությունը դեռ ավականի է, ինձ հետաքրքիր էր էլի այս շին թույլտվություններն էլիտար շենքերի, որ սենց ստանում են ու շենքեր են կառուցում, ով է այս մարդը էլի, ինձ ասում են գործ չունես, ՔՊ-ական է, դու մի ասա ձեր պատկերացրամբ այդ Պեկի կոռուպցիոն բուրգի ուղիղ սենց հենասյունն է եղել, եթե դուք ասում եք, որ կոռուպացված է թալանչի է, բայց թալանչու հետ եք գրգված նկարվում, ժողովուրդ, այսինքն ով ընդունել է ձեր կրոնը, իրան հետ հաշտեք, կամ թե ով դրել է այս գլխակը ու ավտոբուսի կողքը նկարվել է, այդ մարդու հետ դուք պրոբլեմ չունեք, ժողովուրդ ջան։ Բայց մի հատ ավելի սենց հետաքրքիր պատմություն պատմեմ, ժողովուրդ, այս հեքիաթային մոտիվներով պատմեմ, լինում են երկու ընկերներ, Գևորգ Սաղոյան եւ Արմեն Սաքապետոյան, նախկին Պեկի բարձրաստիճան չինովնիկներ, ժողովուրդ։ Իրար հետ համատեղ հիմնում են ընկերություն, Basic Investment-ը, որի 50%-ը լինում է այս Գևորգինը Սաղոյանը, 33-ը Արմենինը Սաքապետոյան։ Այս Արմենը չի հասկանում, որ գուտի գլխակ դնի, ժողովուրդ ջան, ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք չկա։ Ու գիտեք ինչ է հետևում։ Ապօրինի գույք, դու թալանչի ես, դու ստոր ես, դու նենգ ես։ Հետո ժողովուրդ, բայց սկզբունքը ուր կորավ ձեր։ Երկուսը նույն ռանգի, երկու քաղաքացիները նույն ռանգի պետական չինովնիկներ են եղել, ժողովուրդ։ Մեկը ձեր շարքերում է, դուք հաշտ եք իր հետ, մեկը սխալվել է, ճիշտ բանը ասել է ժողովուրդ պետության ռեյտինգի վնաս է, այսի մի արեք էսի, չի կարելի վերջապես, բայց դուք արի ուտես Սաքապետոյանի հետ խնդիր ունեք, ժողովուրդ ջան։ Մի հատ ուրիշ բան ասեմ, պարզվում է, այս մեր Սաղոյան Գևորգը կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։ Բա, նկարները նայում եմ, տենում եմ կոկորդիլոսներին, մորթե կոշիկնակ եմ անա գալիս։ Ալի գատրեց կոշիկները հաղթում ես մեր ընկերը, հասկանում եք, ժողովուրդ։ Դրա գինը մնացածը նայեք, էլի, ժողովուրդ։ Այս մարդը ստեր խնդիր ունի, կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։
Բայց շարունակեմ, նաև այդ կոռուպցիայի դեմ պայքարը որ շարունակում եմ, պարզվում է Գևորգ Սաղոյան կամ անշարժ գույքի ինֆլուենսերը, այն որ գովազդն անում լավն է, բան կամ չէ, ինքը էլի գույք ունի, թաքցնում է, որովհետև Facebook-ով ու միսով որ նայում ես, այս մարդը խիա ուրիշի գլխակ դրե գնաց է ռեկլամ անում։ Այս էլ ուրիշ ընկերություն է, որը երկար առիթ ունեմ անդրադառնալու ժողովուրդ։ Բայց հիմի շարունակեմ, էլի։ Ստեղ ժողովուրդ ջան, ստեղ ժողովուրդն ասեմ, էլի, խնդիրն ինչու՞մ է կայանում, սկզբունքի խնդիր է ժողովուրդ։ Այսինքն ես խոսում եմ, երբ որ քաղաքացին ունենում է այլ կարծիք, դուք իրան հետապնդում եք ժողովուրդ։ Եթե կա սար, սարը բոլորինն է հավասար ժողովուրդ։ Եթե կա խնդիր, այդ խնդիրը բոլորին է հավասար։ Իմիջիալոց պարոն Եղոյան, ինձ մոտիկացավ մի հատ քաղաքացի, ինձ թվում է, որ այդ նույն քաղաքացիները, որ 50-50 հարցով եկել էր ձեր մոտ, էլի, ինձ ասում է, բա խաբար եղել եք պարոն Մանուկյան, ասում է, ես էլ եմ շինարար, ասում է, մի հատ նախկին հանրապետականի թալանչի կար, չէ, պեկի թալանչի կար, հիմի ԿՊ-ական է, ասում հետո, ասում է, ես իմ շինարարական ընկերությունը սնկանում եմ իրանը ծաղկում է, ես սնկանում եմ իրանը ծաղկում է, արտայինը գալիս անձի նեղություն է տալիս, ինձ չի տալիս։ Բայց եթե անկեղծ լինեմ, պարոն Եղոյան, չկա տենց բան, էլի, կատակ է անում, այսինքն ես չեմ կարող քաղաքացու անունը տալ, ինչ ուզենամ կանգնեմ ասեմ։ Բայց այդ տրամաբանությամբ այս ընկերության գործերը իդեալական լավ էր, մյուսինը ոչ։ Հիմա վերադառնամ պարոն Ֆարմանյան առարկայական։ Ժողովուրդ, հանձնաժողովը, որը ձևավորվում է իր գործառույթներով շատ կարևոր է։ Ուտեղ անելիք ունի նաև մեր ֆրակցիան, որին ներկայացնում եմ ես, ժողովուրդ ջան, որովհետև մենք նախընտրական Քարոզ Արշավի մտածեմ, ուզեմ հասցնեմ բոլորը։ Եկեք անդրադառնամ պարոն Սիսակ Գաբրելյանին, հետո խնդրեմ ֆրակցիայի ելույթը հանձնաժողովի մասին խոսեմ։ Պարոն Սիսակ Գաբրելյան, որ ասում եք պարտքը չեն տալիս, ինչ անում, մի հատ պետություն կասեք, օրինակ այն գաջաշ պետությունների շարքը չասեմ, որ կան, որ միջև այսօր ժողովուրդը ճկռում է տեղը։ Ձեզ ասեմ Արգենտինայի օրինակը։ Ձեզ ասեմ Հունաստանի օրինակը։ Գիտեք Արգենտինայում ինչ եղավ ժողովուրդ։ Միջև այսօր խեժ ժողովուրդը ճկռում է, կառավարությունը փոխվում է։ Ոչ մի չինովնիկ դրա համար պատասխան չի տվել ժողովուրդ, հասկանում եք։ Երբ որ դու սկսում ես քո պարտքերը ռիսկային դառնալ, այդտեղ սկսում է ուրիշ խնդիր։ Այդտեղ սկսում է քեզ էլ պարտք չեն տալիս, հաջորդի պարտքը ավելի բարձր տոկոսադրույքով են վճարում, ու որը վճարում է քաղաքացին, չի վճարում չինովնիկը։ Հաջորդի, այն կա haircut, դնում կտրում են, ասում են չեմ տալիս այդ պարտքերը, գիտես այդ տերմինն ինչ է, այդ այն տերմինն է, որ դու չես կարող դրսից վերցած փողը, մի հատ նախարար ունեիք, ասում է արտաքին պարտքն ուրիշ է, ներքին ուրիշ է, ճիշտ է, արտաքին պարտքը չես կարող չտաս, բայց ներքին պարտքը, որ քո քաղաքացին խնայողություններ ունի բանկում, վերցնելու ես ու չտաս, կամ դու պարտավորություն ես չտաս, սկսելու է բանկը փող չտալ, մյուս խնդիրներն առաջանալ, երկրի տնտեսությունը կոլապսիա վերածվելու, հասկանում եք։ Միջազգային ներդրողներն իրաց կապիտալն են հանելու այդ երկրից, հասկանում եք ինչ խնդիրներ առաջանում։ Չի կարելի ժողովուրդ, այդպես բաներ որ ասում եք, իմացեք ճիշտ է, իմ ու ձեր տնտեսագիտությունը լրիվ տարբեր է ժողովուրդ։ Իմ պատկերացած տնտեսագիտությունն ուրիշ է, ձերն ուրիշ է։ Ես դրա համար հաշտ եմ դրա հետ կապված, որ խոսում եք, չեմ ասում ինչ եք խոսում, խոսացեք, լավ եք անում։ Հաջորդը գամ ժողովուրդ, առևտրաշրջանառությանը գամ, էլի, գույք պարտի դիմաց, ճիշտ եք ասում։ Ուզում եք ասեմ ինչ է լինում, այդ եկե առանձին, պարոն Ղալումյան, ձեզ հրավիրեմ իրար հետ քննարկենք էդի, բայց ուղիղ եթերով։ Մենակ ուղիղ եթերով եմ շփվելու, առանձին չեմ շփվում։ Հիմա շարունակեմ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանն եմ ուզում անդրադառնալ ժողովուրդ ու պատերազմին, ու ոնց է արտացոլում համախառն ներքին արդյունքի վրա մեր։ Պարոն Գաբրելյան, քանի որ տնտեսագիտությունը ձեզ հետաքրքիր էր, ասեմ, 18, 19, 20, 21 թվականների ամենաբարձր առևտրաշրջանառությունն եղել է 21 թվականին 2.63 միլիարդ դոլար, 18-ին 2, 2.16, բայց գիտեք օրինակ 24-ին ինչքան է եղել, 12.4 միլիարդ, գիտեք 23-ին ինչքան է եղել, 7.3, 25-ին 7.6, 22-ին 5.1, չեք զգում, որ պատերազմի արդյունքն է։ Ճիշտ է, ես չեմ ուզենա պատերազմ լինի, մարդիկ զոհվեն, երկու եղբայրական ազգ իրար հետ կռիվ են անում, ցավա զոհերը, բայց դրա արդյունքում տնտեսապես մեր երկիրը շահել է, շատ է շահել։ Երբ որ գնահատում եք, որ ռիսկային չի, ես այդ թեմային առանձին կգամ, թե համախառն ներքին արդյունքի ու պարտքի համադրությունը մեր երկրի տնտեսության մեջ, եթե դու փորձես գնահատականը տալ, այդքան էլ արդար չի այդ մոտեցումը։ Ուրեմն դու իրականության հետ չես առերեսվում։ Դու չես գիտակցում, որ վաղ համախառն ներքին արդյունքը կարող է աստղաբաշխական ձևով անկում ունենալ, եւ դե դու մեղք չունես։ Ուղղակի մեղք չունես։ Այսինքն եթե պատերազմն ավարտվում է, դու տեղ ոչինչ չունես անելու։ Հաջորդի ֆրակցիայի ելույթը կխնդրեմ, եթե
Կամ կարող եք թույլտակ արդեն Հիմա եթե ուզում եք կարող եք խմբակցության Այո, անունից շարունակել, շարունակեմ։ ավելացրեք 10 րոպե։ Հա, շարունակեմ, եւ այս պարագայում ժողովուրդ կա շատ արտաքին տնտեսական գործոններ, որոնք որ կախված չեն ոչ մեր վարած քաղաքականությունից, ոչ նրանից, թե մեր ղեկավարը ինչպես է հարաբերվում ուրիշի հետ, ոչ մյուսից։ Մի օրինակ մենակ ձեզ բերեմ, Սևծովյան ճգնաժամը, արդեն պորտերը չեն աշխատում, հացամթերքի, նաև դիզվառելիքի մյուսի խնդիրն առաջանում է, որ այդ պորտերով գա։ Այսինքն դու նոր լոգիստիկա, նոր ճանապարհ, մյուս, որն ազդել է ինքնարժեքի վրա, մյուս գործոնների վրա։ Եվ այս պարագայում այդ գնահատականի վերաբերյալ ձեր ամենափայլուն տնտեսագետի հետ պատրաստ եմ ուղիղ եթեր առողջ նստենք, քննարկենք, հասկանանք խնդիրը ինչա, ես բաց եմ քննարկման առումով։ Հիմա գամ ժողովուրդ ջան, պարոն Պարմյան, կներեք, ես չկարողացա ուժեղ Հայաստանի ժողովրդի պես այտենց խելոք պարկեշտ լինեի, մի քիչ կատակ արեցի, պոզիտիվ բերեցի, իրենց անվանումով անվանեցի, փաստագրեցի, որ ՔՊ-ի ցուցակի 123-րդ համարը միլիոնատեր էին գտնում, ոնց որ գտել ենք մի օքու թվացյալ, եղել է նախին պեկի վերահսկողության, այսինքն վերահսկողություն, ամեն ինչից պետք է խաբարներ այդ մարդը, ամեն ինչից։ Իրենց անվանումով կոչեք, էլի, այդքան համեստ մի եղեք, էլի։